Փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպանը ներկայացվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը։ Անդրեյ Սորոկինը նշեց, որ չափազանց կարևորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը։ Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցումային շրջանն արդեն անցյալ է և հավատարիմ որդեգրած գործելավոճին ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը։ Ոստիկանության պետը կարևորեց հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է։ Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ, վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության 3, կողոպուտի, յուրացման, դրամանենգության և խուլիգանության մեկական դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 10 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և կողոպուտի 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ խարդախություն կատարելու կասկածանքով վարչություն բերման ենթարկեցին նախկինում 2 անգամ դատապարտված Արմեն Հարությունյանին։ 2012 թվականի օգոստոսին չարաշահելով իր ծանոթներից մեկի վստահությունը, նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործին դրական լուծում տալու պատրվակով Հարությունյանը վերցրել է 6500 ԱՄՆ դոլար։ Կան հիմնավոր կասկածներ, որ Արմեն Հարությունյանը մի շարք քաղաքացիներից ևս տարբեր պատրվակներով վերցրել է գումարներ ու չի վերադարձրել։ Տուժածներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին։ Փետրվարի 22-ին կեսգիշերն անց ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հերթապահ մասում ահազանգեր հնչեցին։ Ժամը 0:40-ին ոստիկանությունը ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր-Նորքում գտնվող հյուրանոցներից մեկում կռիվ է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Ոստիկանության բաժնից շտապ դուրս եկած օպերատիվ խմբերը դեռ նոր էին հասել նշված հասցե, երբ նոր ահազանգ ստացվեց։ Այս անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, երկուսն էլ ծակած կտրած վերքերով։ Կնոջ վնասվածքը որովայնի շրջանում էր, տղամարդունը ձեռքերի։ Իրավապահներին հաջողվեց կարճ ժամանակում ճշտել տուժողների ինքնությունը, ինչպես և վնասվածք ստանալու ու հիվանդանոցում հայտնվելու պատճառը։ Պարզվեց, որ բուժօգնության տեղափոխվածներն ու հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանությունն ուղղակի կապ ունեին իրար հետ։ Տուժողները, որոնք ի դեպ ամուսիններ էին, հիվանդանոցում էին հայտնվել իրար հետ վիճելու արդյունքում։ 49-ամյա Ավետիս Մանուկյանը, որը դեպքից ընդամենը 1 ժամ անց Նոր-Նորքի համայնքային ոստիկանության և Պարեկապահագետային ծառայության գնդի ծառայողների կողմից բերման ենթարկվեց, շատ չանցած նաև խոստովանական ցուցմունք տվեց։ Ըստ նրա, կնոջը դանակահարելու պատճառը խանդն էր, կասկածները դավաճանության վերաբերյալ։ Ավելի շուտ նրանց հեռախոսազրույցը, որի ընթացքում կինը ոչ հարիր արտահայտություններ էր արել, որից էլ զայրացած և մինչ այդ արդեն իսկ փոքր-ինչ գինովցած Մանուկյանը գնացել էր այն հյուրանոցը, որտեղ աշխատում էր կինը, և դանակով հարվածել նրան։ Դրանից հետո էլ իսկական խառնաշփոթ էր սարքել, հարվածել հյուրանոցի ներսի դռներից մեկին, կոտրել ապակին և վնասել ձեռքը։ Կատարվում է նախաքննություն։